ինքը անապ ձեռներից է, այսինքն ունի մի մեքենա կամ երկու մեքենա, մեծ կազմակերպություններ չենք մենք ստեղ։ Այսինքն մենք ստեղ մեքենան գնելուց մեկը սնես չի որ գումարը շատ ու վար դիմել ենք բանկին, գումար ենք վերցրել վարկով, գնել ենք մեքենա, հույս ունենալով է որ խոսքի օրինակ անունները նշում ենք որպես զուտ օրինակ, խոսքի վերցնենք ինչ-որ մի կազմակերպություն, որը ներմուծում է անում ինքը Ռուսաստանից։ Խոսքը գնում է այսօր Ռուսաստան, Հայաստան բեռնափոխադրման մասին, խոսքը չի գնում Չինաստանից, Եվրոպայից, մեծ Բալթյան երկրներից, կոնկրետ մեր դիմումը վերաբերում Ռուսաստան, Երևան բեռնափոխադրմանը։ Այսինքն մենք ունենք մեքենա, որը գնել ենք վարկով, ռաշոտ ենք արել այն բանով, հաշվ ենք արել, որ խոսքը ինչ-որ մեր ներմուծողը պետք է բերը տա մեզի, մենք այդ հաշվարկ անելով վարկը վեկալ է առել ենք մեքենա։ Պետությունն էլ վարկերը սա բարձ ասել, հա։ Ու չի տա, այսօր մեր արանքում կա լոգիստ կազմակերպություն, որը բերը վերցնում է պատվիրատուից, տալիս է ներմուծողին, այսինքն բեռնափոխադրողին, պերևոզչիկին, արանքում աշխատելով ինչ-որ մի գումար, X չափի գումար։ Հիմա Ռուսաստանում կանգնած մեքենաների շարքում կա նաև վրացիներ, երրորդ երկրի փոխադրողներ, կոնկրետ նշենք վրացի։ Երրորդ երկիր ուզբեկ կլինի, տաջիկ կլինի, այն մարդը, որ բեռնափոխադրում է կատարում մեր երկիր։ Ինքը Հայաստանում ոչ մի տիպի ավել հարկ չի վճարում, քան մենք, այսինքն ինքը ավելի էժան հարկ է վճարում։ Դրանից ելնելով սկսում է շուկայում անհավասար պայքար։ Այսինքն վրացին վերցնենք ինչ-որ պայմանական X գումար, $2500։ Մենք առաջարկում ենք բեռատուին $2500, վրացին առաջարկում է $2300, որովհետև ինքը Հայաստանում ինչ-որ այն պարտավորվածությունը չունի պետության հանդեպ հարկային, վարկային, դրա համար։ Մենք առաջարկում ենք, թողնի հավասար պայման, թող կբերի վրացին ուզբեկը, մենք անհատական խտրականություն չունենք ինչ-որ մեկ այդ կապված։ Թողնի հավասար պայման, թող պատվիրատուն որոշի ումը բարձի, ոչ թե վրացին բարձր $2300 կամ ուզբեկով, այսօր պարզ էսի բիզնես է, շուկա է, բոլորն էլ ցանկանում են էժան բեռնափոխադրում, բայց թողնի հավասար պայման։ Ես այսօր բերում $2500, $2500-ից պետք է մի հատ վերածեմ գումար, $2500 տարադրամով փոխեմ դրամի, որտեղ կուրսի տատանման մեջ էս մի հատ է տուժվում, պլյուս դրանից 10% մուծում են պետությանը, մի հատ է մինուսը թե, պլյուս մեքենայի ամորտիզացիան, ուստի մի հատ էլ մի խնդիր կա, պետությունը մեզ ասում է ծախս ցույց տվեք Հայաստանում։ Եթե այսին բեռնափոխադրման կիլոմետրաժի մեջ Հայաստանում քշում եմ ընդամենը գրուպի 500 կիլոմետր, 4000-ը քշում եմ Ռուսաստանում։ Իմ սայլարկեն լսում եմ Ռուսաստանից, ոնց է ծախս ցույց տամ։ Չեմ կարող ես ծախս Ռուսաստանից վերացույց ասում է չի ինձ երեսին չէ կոծե որտեղ չի ասում դա որպես ծախս մենք չենք հաշվում հիմի խնդիրը ի՞նչն է մենք պահանջում ենք պարոն վարչապետին խնդրում եմ ժամանակ մի հատ տրամադրել մի հատ հասկանանք այս ոլորտը կարգավորենք մենք չենք ասում թոչը բարձր այստեղ խնդիրը այդ չի խնդիրն է որ առաջնորդությունը տան մեր հայ փոխադրողին լոգիստիկ կազմակերպությունները, որոնք կան, դուք ասացիք, որ իրենք են միջնորդում, որոշակի գումար են աշխատում, իրենք որ երկրի ներկայացուցիչ են։ Մեր երկրի։ Այսինքն մեր երկրի լոգիստիկ կազմակերպությունները ավելի շատ հնարավորություն են տալիս։ Այո, ավելի շատ հնարավորություն են տալիս, ոչ թե հնարավորություն, ըստ մի քիչ դարա, բիզնես է այդում, շուկա է։ Այսինքն, եթե մենք այսօր վերցնենք տաքսիով տեպ գնանք մասի, մեկը տանում է $1200 դրամ, մեկը $1500, բարձր 1200, ճիշտ է։ Նույն բանն է։ Հիմա եթե շուկան վերահսկենք, եթե կարողանանք մենք այլ երկրի ներմուծող կազմակերպության, ասենք եղբայր գիտեն շիշ կա, եթե դու բերը պետքա բերես Հայաստան, դու պետքա վճարես X չափի գումար ավել, որտեվ իմ երկրի պերևոզչիկը փոխադրողը չի կարում քո այդ պայքարի, որտեվ իր մոտ կա պարտավորվածություն հարկային, պետության հանդեպ վարկային, վարորդի աշխատավարձով ու սենց բաներ կա։ Հիմա ասում ենք թող բան անեն, հավասար մեծ հաշվարկ ենք, հասկանանք, նայենք այս հարցը լուծում տանք, որտեվ այսօր մենք նայել վարկը վեգալը մեքենան առել ենք, իմ նման հազարատ մարդ կաստե։ Հաշվարկ անելով, որ խոսքը օրինակ վերցնենք Պրոշյանի կամ Մղչյանի, ինչ որ մի զավոդի ցանկացած ներմուծող կազմակերպության, որ այս մարդը պետքա բերի այդ շիշը, այս գնով գինը տատանողական է։ Բայց այսօր պարզվում որ դա չի լինում։ Իսկ այդ լոգիստիկ ընկերության ներկայացուցիչների հետ փորձել եք խոսել, իրենք ինչ են ներկայացնում որպես բարձրաբանում իրենց գործողություններին։ Դե իրանք տարբեր բաներ են բարձրաբանում, ես չեմ փորձել այդ հարցին պատասխանեմ, որովհետև մի քիչ թե թող իրանք պատասխանեն այդ հարցին, էլի։